Ինչ կա ժողովուրդ, ձերդ rider-ն է, ավտոյով, driver in red, что ли։ Մենք այս պահին գտնվում ենք Թիֆլիսում ու իրականացնում ենք մի հատ հետաքրքիր արարողություն։ Այսօրվա պլանների մեջ մտնում է Golf Cigar ստանդարտը, McDonald's երրորդ ստանդարտն է, energy drink-եր արդեն ունենք Ֆրանսիայից բերած Monster Lando Norris-ի անունով, Երևանում չկա։ Գլուխ ենք կողում, բերողը ինքն է եղել։ Հիմա, այս չի գլխավոր թեման վիդեոյի գլխավոր թեման են, որ այսօր 4 կամ 5 հատ մոտո ենք փորձել նայենք Վրաստանում ու պատճառներից մեկը այնա, որ ես մոտո եմ ման գալի։ Պատճառներից երկրորդը այնա, որ մտածում եմ կարող է իմ համար մոտո չառնեմ, այլ մոտո առնեմ հենց կանալի համար ու հետո ծախելու կամ ինչ-որ տենց մտքերով։ Այս թեմայով կուզեմ մի հատ ձեզ լսել, ինչ կասեք, ու իհարկե կուզեմ նաև լսեմ ինչ մոտո ենք նայելու ձեզ, գուշակեք կոմենտներում, մինչև արդեն իհարկե ես բացահայտումը անեմ։ Մինչև մենք այս ավտոբուսին շրջանցենք։ Վրաստանը ես միշտ սիրել եմ ժողովուրդ։ Արև աստեղ, ծառեր են ծաղկել, մեքենաներ են մեզ ապկոնանում հոձերով։ Անհասկանալի կրկին։ 24 ամեն ինչ աշխատում։ 24 ժամ 24 օր ամիս։ Կարող է իրանք հետո նկատի ունենալ։ Չէ, բոլոր հավանական 24-ից 24-ը իրանք աշխատում են։ Այնով որ այս ճանապարհով անցել է, այս ճանապարհը Իսպան Սադախլոն է։ Մենք Սադախլոնով շատ ենք գնում։ Կիմանա 24-24-ի թեմաները հոսով։ Առաջ Թիֆլիսում էլ էր ամենտեղ 24-24, այն է որ ասենց Եվրոպայի հետ սկսեցին կապ ունենալ։ Մի քիչ Չգիտեմ որ այդպես 5-7-24 պիտի լինի։ All right. Դե մնում ենք tuned իմ մոտ ավտոյում գլուշկեկից բացի կասկեք կա, մոտոյի կուրտ կա, մոտոյի շալվար, մոտոյի կոշիկ, այդ սաղ վիդեոն ես երեք նկարել եմ, ինչեր եմ այդ սվերցնում։ Ժամը 2-ն է ու ես 6 ժամից պիտի զարթնեմ արդեն, բայց մենք հլը ուպակովկա ենք հլնում trip-ի համար ժողովուրդ։ Իմ հետ գալիս են կասկան, մաունթով, ձեռնոցներ, նասկիներ, գոպրոներ, միկրոֆոն բան, հավելյալ վիզոր, սիգարներ, այս սրանք չեն գալիս, սրանք գալու են հետս։ Շատ կարևոր է, որ like անեք, subscribe լինեք, եթե subscribe չեք եղել։ Այս կադրը ժողովուրդ։ Ու մենք արդեն Թբիլիսի Hills ենք ժողովուրդ։ Հուսով կամոր չի։ Եկեք ձեզ պատմեմ թե ինչ մոտոներ պիտի նայենք։ Կոմենտում հուսով արդեն գրել եք։ Ու այնով որ գրել էր Aprilia կամ Ducati ճիշտ կլինի։ Այն որ գրել է BMW հնարավոր է ճիշտ լինի։ BMW-ն իմ սերը գնում է հին ժամանակների 19 թվից հին մոդելները ու կարող է փորձեմ նայեմ, բայց չեմ կարծում որ կուզենայի BMW ունենայի, չես նոր ձեզ ասեմ։ Aprilia ու Ducati կա որ մտքիս սա, որ պիտի նայենք, հնարավոր է դաժե Թբիլիսից դուրս քշենք մի հատ Ducati նայելու համար։ Մոդելները այնա reveal կանենք, այն պահին, երբ որ արդեն տեղում ունենք։ Հեսա ինձ գալիս է ցիգար ծխել, մի քիչ գոլֆ խաղալ, կոֆե խմել ու նաև նամակ գրել, որ իմանանք արդեն որտեղ ենք հանդիպում ու ոնց ենք անում։ Առաջի մոտոն նոր խոսացի ժողովուրդ Aprilia RSV4 RF իրականում ամենացանկացված մոտոնը ամենաէսպային ցանկալի մոտոնը հույսով եմ լավ վիճակում կլինի որտեվ RF մոդելը full all-ins full factory racing տեսք ունի բան sense across բան ամեն ինչ կայֆոտ է ինձ թվում է եթե ինքը լավ լինի ես շատ ուրախ կլինեմ եթե ինքը լավ չլինի ես ուրախ չեմ լինի А зеркала тоже не заводские, это ясно. Так, сейчас посмотрим, как это все чувствуется. Ну, звук, конечно, хороший. Звук
Хороший. Zagraboviča. And we're at McDonald's again. Alright, իրականում ժողովուրդ, այսօր արդեն երկրորդ օրն անում ենք Թիֆլիսի ենք։ Ինչա տեղի ունեցել։ Ես ապրիլյան եմ արդեն քշել, մի հատ Ducati 899 Panigale եմ քշել։ Իրանց մասի ես խոսալու եմ հեսա ճանապարհին, որտեղ մենք գնում ենք մի հատ Panigale 11-9 նայելու, որը որ ուրիշ քաղաքում 2 ժամ քշելու ենք։ Այդ արանքում մենք հեսա milkshake ենք վերցնում ու flurry ու շարժվում ենք։ Так что եկեք հետս։ All right, եկեք խոսանք առաջինը Panigale-ից, որտեղ Panigale-ն ամենաթարմ քշված հիշողություններն է։ Իրա մասին մի քիչ կպատմեմ ու կասեմ մեր մյուս քայլերը ինչ ա լինելու ժողովուրդ։ Այս կամերան տուր ինձ։ Իրականում 8-9-ն միշտ սիրածս Panigale-ներից ա եղել։ Շատ ափսոս, որ ինքը սպիտակ էր ու շատ ափսոս, որ ինքը իդեալական տարբերակը չէր։ Yeah, boy. Դրանից դուրս։ Մոտոն հետաքրքիր մոտո է։ Սպիտակ Panigale-ն իրականում ծախողներ շատ թույն դեմք։ Երեք գիշերը գնացինք նայելու, բայց մութ էր արդեն ու լույսավորությունը հետ տարածքում չկար ցավոք, քիշոր հոսանք էին տարը։ Ասմականներ ես էլ չգիտեի որ հոսանք են երևի տարը։ Ոչմ այսօր որոշեցին գնանք, վառոտ գրեց որ կարող ասեն ագարոջ ծերցնես մոտոն ես եկել եմ ու չեմ կարող քշեմ hangover-ի մեջ եմ փախվել եմ Straight 14 kilometers. Չարչեցինք over խաղում ով ինչ որ ասես ֆուտբոլը նա ուսս երևն տարակած հեռած եկել է պրոստ բանանի մոտոն մարոն շերով Turn left. And ինձ then ասում է հետո ուզես դել եմ ասում չէ մտ փախվել է չկա էլ բայց մերսի ստեղից օգնում է Ես չգիտեմ, իրան հարցեցի, հենց այս մեկը օգնում է, բայց ասում եմ, դրանից հետո պետք է ավելի ուժեղ բան անես։ Ինչ պետք է անենք ստեղ։ ուղղակի գնում ես տոցախստեք Ընդ ձախ կպնում ես բանին Հա, merge ճանապարհին հա Պրծեվի ասում, ասում նավիգատորն մեկ։ Տվեց մոտոն քշեցի։ Մոտոն հետաքրքիր էր։ Ինքը կլասիկ Ducati vibe-ն էր։ Monster-ից ավելի քիչ ծագա ուներ զարմանալիորեն։ Ու նաև իհարկե համեմատած RSV4-ի, որ հեսա իր մասներն եմ խոսալու։ Նաև համեմատած RSV4-ի հետ բանը չուներ։ Դաժե իմ Augusta-ի համեմատ մի քիչ էմոցիաները ավելի թույլ էին, չես նոր ասեմ, որը որ զարմանալի է։ Ես Ducati-ն պրոզը շատ եմ սիրում, բայց Augusta ավելի շատ եմ սիրում։ Anyways, ինքը հələ թեթև մտքի ծերով անցնում է մոտ, որտեվ կարող է ինքը հենց project լինի, արի մուզիկան անջատում էլ նոր հասկացա։ Ինքը կարող ավելի թեթև հետաքրքիր project լինի channel-ի համար, որ իրան առնենք, մի քիչ ավելի թարմացնենք օֆիցիալ ձևերով եւ այլն։ Ու հետո իրան փորձենք նաև ծախել։ Ժողովուրդ, եթե դուք Panigale եք ուզում առնեք, գրեք կոմենտ ներքևը։ Ինձ շատ հետաքրքիր է դուք ինչ կասեք, ինչ կմտածեք, սպիտակ գույնը ձեզ դուր է գալի թե չէ։ Այս պերիոդում ես վստահ եմ նաև վիդեո կունենամ քշելու պահին, միկրոֆոն չունեի կասկայի մեջ, բայց քշելուց կադրեր կլինեն, մոտոն կտեսնեք իրականում։ բայց մոտոն լրիվ սպիտակ չէր տեսակ մի քիչ Ինքը pearl white ոնց օրինի, sense բանը, pearl white ոնց։ հա սիրուներ sense տապակ սպիտակ չէր Հա, յուրահատուկ գույն է ինքը, Ducati absol։ հա ու sense բաներով այս կողմեն կողմից Պալպնուն մեջ ներքի չէ, էս պերլամուտրովի վայբներ։ սիրուներ Մենք ստեղից
Հələ ես գծում։ Մենք ի վերջո սենց ընկնալու ենք։ Ամ Իրակիցներ։ Իրակիցն է, բայց ինքը States-ն ամենածերն է գնում։ Ահա, բայց մեր մոտ երանգյունիկներ կային սիջալու։ Okay։ Մենք կաներ որ տիպը մտեք։ Հա, Signal է տալու, մտի։ համեցեք։ Son of a bitch, go on. All right. Դրանից In դուրս։ 400 meters, take the left lane and then turn Դրանից left. դուրս մարոշին շատ համով է։ 400 meters, take the left lane. Հա, ասում հետ կսած գնաս։ Ահա, այնտեղից չէր կարելի դուրս գալ, հեսա առաջի տեղն։ Այդ եմ ասում, դες դուրս չար կարելի։ Turn No. left. Ու առաջի գծով քշում ասենք։ Continue straight 11 kilometers. So, մենք քաղաքից դուրս ենք գալի, ասպայն գնում ենք Թել Ավիվ։ Այնտեղ գնում ենք նայելու Պանիգալե 11-9-ը, որ այս մոդելի ավելի մեծ աղբերն է, ավելի կատաղած վայբով, շատ ավելի ուժեղ ծագայով, 2 ցիլինդրանոց, ինքը մի քիչ կլասիկա է համարվում, հիմիկվա 6-4 Պանիգալեները չեն, բայց ինձ այդ ավելի ա դուր գալի, ինքը շատ ավելի նիկանտրալերույմ վայբ ունի, սենց ավելի ագրեսիվ մոտո է, որ կարա լյուբոյ պայի երեսը տկծի էլի, ոնց որ վայրի ձի լինի։ Անտեղ նորմալ ճանապարհ կլինի որ քշես։ Հա, այնց թվում է։ Կատեի թե մեկ մոտորն Եթե չլինի եք ասեմ բեր քշի ինչ որ միտեղ, այդտեղ կքշեմ ես։ Ինչ որ է։ Նույն խոսանք RSV4-ը, ժողովուրդ, RSV4-ը բավականին դուրս եկավ դարսպես հենց այդ մոտոն, ոչ թե հենց այդ մոտոն, այլ հենց այդ մոդելը։ Ես այդ մոդելը շուտվանից եմ ուզում ու մտքիս հա եղել է ինքը։ Հիմա մնում եմ լավ թարմ վիճակով գտնենք, որտեղ այս մեկը Սերժը խնդիրներ ուներ վրան, որոշ տեսակի, որ rider ready հակով չի կովիդ ասած, ես սիրում եմ մոտորը ինչքան կարելի է թափտազա վիճակում լինի, ինչքան կարելի է թարմ վիճակում լինի, որ ինչքան կարելի է քիչ գործ լինի անելու։ Շատ վատ է այդտեղ քշում։ Այս հատվածում։ Էս ինչա կանգնած ջամփի մեջտեղը։ Փչացել է, բախտիղա ջամփի մեջտեղը։ Խաչանքում է ինքն լավ չացել։ Հա։ Alright, RSV4-ը։ Ես իրան քշեցի։ Ինքը wheel control-ով էր, race mode-ով էր, որոնց մաքսիմալ ուժով էր, ու wheel control-ը ասենք 2-ի վրա դրած, հաջողացրեցի քիթը հանեմ, Դե շատ է։ դե 1-2-3 ավանցոր, տիպը ինքը միջինն է, որոնց կարաս իրան անջատես Մեկը լրիվ։ թույլն է ամենա, թե մեկը ամենաուժն է։ Լսի, այդ չեմ կարող ասեմ, բայց կա ընդ նաև полный off։ По-моему, 3 ամենաբարձրն է, մեկը քիչ բանն է։ Ուրեմն ցա նախատեսած, որ ինքը մեկը քիթը հանելու է, շատ ագրեսիվ մոտո է, ինքը ոչ թե պլավնի ձեռք բռնում է BMW-ի նման, այլ սենց ավելի են որ թողեմ ամեն ինչ անես, վերջի ծերուն կարող է մի քիչ օգնեմ, որ չմեռնես։ Ու այդ մեռնելը Մոտոն իրանով այդ 6-4 պլատֆորմը շատ դուրս եկավ իր ցկությունը բան սենց ընդհանուր չերեսչուր ագրեսիվ մոտո էր զգացվում ու այդ ցածրի իր ծագան ինչ հասես արժեր այդ կարգի ծագան սենց հենց էներ ինչ որ պետք է հիմա ցավոք մենք ունենք մենակ մի տարբերակ որ մեզ մնում է ու այդ մի տարբերակում ինձ թվում է մի հատ աղջիկ է ով որ ունի ապրիլի առավոտը պետք է քշեի չստացվեց ինքը գործի գնաց զարմանալիորեն Դուք կողը անսպասելիորեն գնաց հա պայմանավորվել ենք բայց ասպետի գործի գնամ դեմ չես ու շոտ անենք ես մա շոտ կանենք այդ կոմերը եթե գա դաժե մթին է կլինի քշել գիտես այդ կոմերը շատ լավն է ճանապարհը ամբողջ այդ գլխավորով գնաց գաս մտածում եմ հələ որ ստեղ են կանգնել RSV4-ը կատաղած մոտո է լրիվ այնա ինչ ուզում եմ եթե առնեմ չեմ ծախելու Պանիգալեն կայֆոտ մոտո է, սեքսուալ մոտո է, եթե առնեմ թարմացնելու եմ, ծախելու եմ ձեր վրա ժողովուրդ։ I don't know why I said that way. Չգիտեմ խտենց ասի, բայց մյուս տարբերակը BMW էր, 2 BMW-ն, որ ուզում եմ ես նայի ծախվեց։ Հետ կանք կարելի է զբաղվել, չգիտեմ, նայել նավսակի մարդս կա մի հատ ինչ-որ տարբերակ լինի զանգել, BMW կուզեի մի հատ բան անել։ Հետ գալ Թիվլիս հետ գալ։ Այսօր վաղը տենց էլի սենց։ Բայց այս բանին մեր մոտ Սվիդանյան լինելու է 11-9 Պանիգալեի հետ մի հատ մոտո, որ ես շատ շուտվանից եմ սիրահարված, մի հատ մոտո, որ չես չոր շատ կուզեի ունենալ, եթե իդեալական տարբերակով լիներ ինքը, ասես թարմ, որտեվ Դուկատիների վրա լիք բանը թարմացնելը, օքեյ, Պանիգալե 8-9-ն կարա լինի, 11-9-ը ֆլագմանսկի մոդելն է եղել, որ ամեն ինչ շատ թանկ է լինելու ու բարդ է լինելու, ճարել իրան։ Շատ քիչ կա։ 11-9-ը այդ որն էր։ Այս կարմիրը որ գնանք նայելու։ Հա։ Так что կտեսնենք Թել Ավիվում։ Թել Ավիվում։ Տեսնենք Թել Ավիվում։
Բառացիորեն ում ասել եմ, որ գնում Թիֆլիս ու կարող գնամ Թել Ավի մոտոր նայելու, սա գնանա Իսրայել, մա։ Ինձ այն սկսած։ Քեզն սկսած։ Այս արանքում like ու comment են կանում ժողովրդին, ինչ մոտո կուզեիք տեսնել, որ Papa Red առներ։ Որդ տեղի ունեցավ, մենք 11-9-ը քշեցինք, վերջո մոտոն շատ հետաքրքիր մոտոր իրականում, շատ հետաքրքիր, լիքը բան ունեմ իրա մասին, որ ավեսով կպատմեի ձեզ, զարմանում եմ սիծելիքը շատ թափուկ ու հարմար էր, դրանից դուրս ժողովուրդ, կատաղած գնում անասունավարից ագա ունի, որ սես կպտում ես ու սես կոնկրետ խփում ու վախացնում ա քեզ, նկատեցի race mode-ով եք շուն, մոդերը էլ չփոխեցի, race mode-ով ցածր չելու քշել, կամ ուզում ա վտարո ես ասենք գնում, չգրում 100, ուսս կպտում ես այսենց անում, կամ տրեցի ես քշում, ուսս արդեն են որ կման, մի սկորուս ներքև իչասրու, չկա in between, տենց արանքը չկա, կամ կոնկրետ խզարում ես, կամ կոնկրետ չես քշում ու կանգնում ես։ Այդ մոտորով շատեր ասում են, որ ինքը միայն կարգի տաք մոտոր է, ու ասեմ, հիմա դուսը 17 աստիճան, вообще-то даже քշելուց ինձ թվում է 15 կլներ, ունենց կրուգոն ոչի բան չկա, սարոտ տեղ է, լավ արագ է քշում, օդը լավ սարներ ու հող էր պրիատն է։ Մոտորը, մոտորի, տակը սպրիատն ոնց որ սիծելինքը երրորդ ասենք աստիճանի վրա դրանց տակացվող է։ Ու իրոքից ոնց որ թե Երևանում այդ մոտոն պրոստը չի դիմանա, իրոքից ես թվում է Ինչի՞ չի դիմանա, շոկը։ Շատ շոկ է, դու կկոտորվես պրոստ կմեռնես ամենական։ Բայց այսքանից նորմալ է, որ ինքը տենց տականում է։ Իմացված է, հա, որտեվ մի ցիլինդրը իր ուղիղ քո սիծելնիկի տակ է, ու տրեկում որ քշես այդ թեմա չի։ Տրեկը որ դու հանես ուսս խզարես կոնկրետ կատաղած մոտո էլ իրոքից շատ կայֆ է։ Պատրակի վրա ոնց են քշում եթե տենց երկար, թե իրանց շորերը 30-40 րոպե, հա, օքեյ, շորերը լավ բան, բայց ստե հարցը այնա որ դու ես եկե յոլա գնալու, ինչքան կարելի արագ քշելու խաթր էլի։ Հա։ Տորբուզները շատ լավն էին, տորբուզները իրոքից լավն էին, դու կարին սենց կարգի արել է իր անելիքը։ Ձերը շատ լավն էր իրականում, ձերը իրոքից լավն էր ու զավոտ գույշցիներ ասենք, բայց մի քանի նյուանս, թե ես ավելի շատ ես որ առնելու լինեի, ինչ գնայի, նայում եմ քշողը ասենք եկել իր ուրկով, կոշիկներով, ձեռնոցներով, թե չէ, մարդը սպարտիվկով էր։ Հա, անկապիչ որ սպարտիվկիվից մի հատ կասկա էր չմցրել ի վсё։ Ոնց են վերաբերվում մոտոին, այն որ ինչ-որ դիագնոստիկ բան մի ասրել, այստեղ լարերը շպրտելով, բան, ինչ-որ նստես կոշիկը պլաստմասի վրա դնելով, նայում ասում որ եթե այս մոտում դաշը ծախում եք, ասենք, սենց եք վերաբերվում, ու իմ դեմն է տարվում, որ ոնց որ ես ավելի լավ հասկանամ, թե ինչ ձևի են վերաբերվելու իմ գույքին բուդուշիում, հա, ուրիշ նյուանս մոտոյի առումով ասում եմ այն էր, որ ինքը պրոստ է, սենց չէր ուզում կամաց գնար, вообще չէր ուզում, ու ինձ թվում որ կամացը գնար շատ էր շոքելու, շատ էր բան, խարակտերով շատ տաններ։ Լսի, բա եթե ինքը այդքան տականում է, որտեղի համար է ինքը նախատեսված։ Ոչ մի չգիտի, ինքը Դուկատի է, ու դրանից հետո օքեյ,
մի հատ էլ մոդելը է 12.9-ը, որ որոշեց խնդիրները մի քիչ թույլատրել։ Այսինքն էսի խնդիր է, էսի բակա իրա մոտ, թե ձևն է տենց։ Ձևն է տենց, այդ խարակտերը մի քանի տարի եղել է ինքը, հետո մի քիչ ուրիշ են կամպյուտերով փափկացրել են որոշ բաներ, բա 12.9-ն է եղել։ Դրանից հետո V4-ի են անցել, V4 բանը գալ են 4 ցիլինդրով, հա։ Ու դրա նման տենց խնդիրների դեմ պայքարելու ինքը բանի ժամանակ, ասենք որ գալի տրաֆիկում կանգնում ես ու նեյտրալ ես գցում դոլի քանի հազար ապարատից ցածր է գալի ու կանգնում է ինքը սկսում որ կանգնել է։ Ցիլինդրներից երկուսը անջատում է, որ ծրագրանը շոկը շատ չլինի, բայց այդտեղ երկու հատիկ մեծ ահռելի ցիլինդր է, շատ հեշտ էր քշվում իրականում, քեզ ասեմ։ Բանը պլավնեսը փոխվելու բան, խաղալիքի պես էր։ Բայց որ սս կապտում էիր ինքս հաուզմեր ռիվոգրոնսոր հաուզմեր թռներ առաջ դες քիթա ապա այս եթե 12.99-ը նույն բանն է, պրոստը այդ խնդիրը լուծած, բայց ինչի են մարդիկ առնում 12.99-ը այդ դեպքում եթե ինքը խնդիրավոր մոտո է, պասուծի, թե իրան քշել հարմար չի, բայց խարակտերն է դա իրա։ Եթե ես առնեի իրան, ասենք ունենա իրան, չգիտեմ, Երևանից դուրս քշելու համար շատ երջանիկ կարա։ Բայց եթե բան ես անում, չես կարա իր վրա նորմալ նստես, որտեղ ինքը տաքանում է, շոքում ես, վարվում ես։ Մարդ հարց է։ Իհարկե կարող է հենց այս մոտոնը իր խնդիր ունի, մեզ չէ որ դու կարաս երկու հատ նույնից տեղ քշես ու զգաս մեկը ավելի արատական թե չէ, բայց տարբերակներ կա այնտեղ, վիխլապը ցելնի բանը դու տեսան բաներ պատասած, կարաս պատատես ինչ-որ տերմոիզոլացիա անես, բանս տարբերակներ պրինցիպի կա, մոտոնը հենց դա, որ եթե թարմ վիճակում ես լներ, ինձ թվում է ես էլ չէի դիմանա կասեիներ առնենք, շվիցը վիոլա կգրանք, որտեղ խարակտերը ասենց ինչ ասես արժի։ Ռեալ ես, օքեյ, այսօր երեկվանից այսօր 3 մոտո ենք քշե, ապրիլյան ու ես սենց գործ էի պրոստը, դաժ ես կես ասեմ ես խարակտերը կաղա մի քիչ ավելի լավներ, բայց ապրիլյան վրա մի բակարանյան օր այնքը, ընդեղ cruise control արագացի երջաները բան չանեն, չնկատեն մեզ, այլ մեքենայի տակ չգցվեն, ընդեղ cruise control ունի, pit lane assist ունի, հա։ Այսինքն կայս արագություն բանանես ինքը գնայի դրանով։ Դրանից ինքը գնում արագացնում, կամացածնում, մի քիչ բակարանյան տեխնոլոգիաները ավելի էս, օքեյ, traction control բան ունի, բայց այն որ զգում ես որ ինքը քո հույսին է, դու իր հույսին ես, որ մի հատ անասունություն անես, կոնկրետ գլուխդ կուտեսել է, շատ traction control-ը որն է։ Traction-ը որ դու գազ ես տալի, ակա ինչ կլինի wheelie control պիտի որ ունենա էս, բայց սոտքի հին generation-ը, այսինքն դու մեկա բան ես։ Այդքան տեխնոլոգիչն է չի։ Հա, ինքը այդքան արագ չի ջոգելու քո սխալները, այդքան շատ չի շտկելու։ Իհարկե, եթե ուզում ես շատ շտկի ժողովուրդ, առնում եք BMW։ BMW-ն այդ առումով նամանոտ վերջի բակարանյա BMW-ները, նախավերջինից 20 թվից սկսած, 19-20-ից սկսած։ Իրանք սենց ձեռդ կբռնեն, սիրուն, բան կպաչեն, մի հատ կուկուշ վիճակով սես կվերաբերվեն, տեսամ տարագ են։ Բայց այդ խարակտերը չկա են, որ սես դու զգում ես, որ մի հատ մոնստերի հետ ես գործ բռնում, որ ինքը քեզ հարգում է, դու իրան ես հարգում, բայց լուբոյ պայի երկուսը կարակ իրար վնաս տակել, այդ լրիվ ուրիշ վայբ է։ Հիմա մեզ մնում է ժողովուրդ, մի հատ է մոտո նայել այսօր, ինձ թվում է, տեսնենք կհասցնենք մենք ճիշտ ժամի հասնել այնտեղ թե չէ, բայց լինելու է ապրիլի RSV 4RR-ը, հնարավոր է ուզեմ իրան եկշեմ, որ համեմատեմ RF-ի հետ, ու տեղից տեսնենք ինչ որոշում է կայացվում։ Այս ընթացքում կոմենտ գրեք, եթե տեսել եք այն մոտոն, որ կուզեիք Rider-ի channel-ում տեսնել, ու կշփվենք 70-ից 90 կիլոմետր անց, երբ որ մենք լինենք Թիֆլիսում։ Մենք գնալու ենք այ այնտեղ էլ կպամայմը։ Կարծում ես։ Հա, ասես իջնելու ենք սարի շուրջով ենք։ Ուր իրեքն է ժողովուրդ։ Ու մենք արդեն հասցրել ենք գլխավոր միսիան կատարել, 4 տարբեր մոտոներ քշեցինք,
ապրիլի RSV 4RF, ապրիլի RSV 4RR, նույն թվերով, բանի գալ է 8-9 ու 11-9։ Ու ասեմ զգացմունքները խառն են, այն չստացա ինչ ես ակնկալում է իրականում, այս trip-ից, որտեղ մենք հույս ունեինք, որ շատ թույն վիճակում մոտո կգտնենք, գլխավորապես հույսն է ապրիլյան կամ Ducati 11-9 կլինի թույն վիճակում, իրանք ցավոք այն կոնդիցիան չէին ինչ ես կուզեի։ Իրականում այդ մի բան մի քիչ ափսոսանք է, բայց մենք վայելում ենք արևը Թբիլիսի Hills-ում, սիգարում ծխում, հիանալի է իրականում տրամադրությունը, հոգնած իրականում նաև, բայց ասեմ, որ այս ամեն ինչով հələ որ մեր պոյստերը ավարտված չեն, կուզեմ ձեր կոմենտները լսեմ, ապրիլյաները շատ կատաղած մոտոներ էին, Ducati-ն մի այլ կարգի ունիկալ ու շատ յուրահատուկ խարակտերով մոտո էր, 8-9-ն в принципе практик մոտոր են, այս մոտորը որ նույնիսկ դուք կարայիք պատկերացնեիք առնել իրան ու ունենալ մի օր։ Բայց այդ հարցով կուզենամ ձեր կոմենտը լսեմ։ Որ մոտանը ասես որ արժի մեր channel-ում ավելացնել, արդյոք вообще արժի Rider in Red-ը փորձի twin մոտոներ բերել, ասես curated by Rider in Red վիճակով, ոնց որ twin մոտոներ բերեմ, չգիտեմ, իրան լավ տեր գտնեմ Հայաստանում ու նման բաներ։ Ուզում եմ ձեր կարծիքները լսեմ, այս sense experimental vlog էր, որ մենք խոսացինք, քշեցինք, պատմեցինք այս մոտոների մասին ու հետաքրքիր է դուք ինչ եք մտածում այս ամեն ինչի մասին։ Կոմենտ են գրում ներքևում, like ենք անում ոնց որ միշտ ու եթե subscribe չեք եղել, subscribe ենք լինում, մենք շատ մոտիկ ենք մեր մոնետիզացիայի goal-ին, իրականում 20% է մնացել, որ վերջնական լրացնենք այդ ամեն ինչը։ Ես երևի այս լավ նոտայի վրա ուզում եմ ձեզ հաջողություն մաղթեմ սաղիդ Թբիլիսիից, կտեսնենք մյուս վիդեոյում։